Արաս։ Բարև ձեզ հարկելի ունգընթիրները վագընթիրներ, վանացայնի եթերով և թիմադեդրի էչով, ձեզ եդենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայաստանի կառավարությունը երեկ որոշեց գումար մահատկացնել եւ մարտահրավերական օժանդակություն դրամատրել բادرազմի հետևանքով մարտահրավերական ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանին։ Արդարև Հայաստանի կառավարության երեկվան նիստը որոշեց Բեդության Բահեստային ֆոնդեն հատկացնել շուրջ 60 միլիոն դրամ $162,000, որմե 34 միլիոն դրամը $91,000 սննդամթերքներու եւ անձնական մաքրության բարականերու, իսկ 26 միլիոն դրամը, այսինքն $70,000 տեղորայքի համար, որոնք իբրև մարտահրավերական աջակցություն պիտի դրամատրվին Լիբանանին։ Հայաստան կնախադես է դրամատրել նպատակային մարտահրավերական աջակցություն պատերազմին վնասված բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար։ Անհրաժեշտ քույկերու ցանկը աշխատանքային կարգով պատրաստված է Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը։ Արցախի արտաքին գործոց նախկին նախարար Դավիթ Բաբայան Բաքուի Փանդեն հրաբարակված ցայնակրությամբ ահազանգեց, թե իր եւ մնացյալ հայ քերիներու իրավունքները գոբդորեն կխախտվին եւ ոչ միջազգային, ոչ ալ ազերբայջանական օրենքները կգործեն իրենց հանդեպ։ Գոչ կուղեն բոլորիդ օգնելու մեզի համայն հայության եւ բարի գամքի դերմարտոց, ըսած է Բաբայան ցայնակրության մեջ, ավելցնելով. ով գիտե վաղը ինչ կրնաբադահիլ ինձի, դուք պետք է դեղեկանաք, թե ընդհանուր առմամբ ինչ կկատարվի։ Արցախի նախկին նախարարը դիմեց միջազգային հանրության մարդու իրավունքներու պաշտպան գազམ་ագերբություններուն եւ հայ ժողովրդին միանալու եւ պաշտպանելու հայ քերիներու իրավունքները։ Ան ընդգծեց, որ Բաքուի մեջ ընթացող դատավարությունը շինձու է եւ գոբդորեն կխախտե մարտահրավերական, միջազգային եւ նույնիսկ ազերբայջանական իրավական օրենքները։ Այս դատավարությունը չէ, այլ քաղաքական վրեժխնդրություն հայ ժողովրդի անցյալին, ներկային ու ապագային ուղղված սավան։ Բաբայան նաև հայտնեց, որ անզրկված է վերաքննիչ դատարան դիմելու իրավունքեն։ Անոր համաձայն իր թիմումները անհետացած են, իսկ դատական ելույթները չեն պահպանված։ Ան այս քայլերը բնորոշած է իբրև փորձ ոչնչացնելու քննադատական բոլոր երևույթները։ Հայտնենք, որ քանի օր առաջ Բաքուի Փանդեն Հայաստանի մարդու իրավունքներու պաշտպանին դիմեցին նաև Արցախի նախկին վարչապետ Ռուբեն Վարդանյան եւ ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյան։ Անոնք պահանջեցին, որ Հայաստանի մարդու իրավունքներու պաշտպանը այցելե իրենց ընտանիքներուն հետ գազམ་ագերբի հանդիպումներ եւ իրենց գործերուն մասին փաստաթուղթերը փոխանցե ընտանիքներուն հայերենով եւ ազերբայջաներենով։ Հայաստանի մարդու իրավունքներու պաշտպան Անահիտ Մանասյան արձագանքեց, որ իր լիազորությունները սահմանափակված են Հայաստանի տարածքով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյան հայտարարեց, որ իշխանությունները քերիներու հարցով աշխատանքը կփորձեն առավելագույն չափով քախտնի բահել, որովհետև հրաբարակային քննարկումները Փաշինյանի համաձայն չեն նպաստել հարցի լուծումի։ Փաշինյանն նաև անդեղի գերբով մեղադրեց ընդդիմությունը եւ հատկապես հայ հեղափոխական դաշնակցությունը, բնտելով, որ դաշնակցության քաղաքական արտահայտությունները բացասաբար գազտեն քերիներու հարցին վրա։ Մյուս կողմը մարդկային իրավունքներու եվրոպական դատարանին մեջ հայ քերիներու ներկայացուցիչ Պաստապան եւ հայ իրավական գետրոնի գործադիր դնորեն Սիրանուշ Սահակյան կառավարությունը մեղադրեց անկորզության մեջ։ Անհայտնեց, որ Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը պետք է միջնորդ երկիրներու միջոցով ապահովե քերիներու այցելության իրավունքը եւ գազམ་ագերբե դիվանագիտական տեսակցություններ։ Սահակյանի համաձայն հայ քերիներու վերջին ահազանգերը ապացույցներն են, թե Բաքուի մեջ արտարադատություն գոյություն չունի եւ դեղի ունեցողը ցուցադրական վրեժխնդրություն է հայերու թեմ։ Երեք Հայաստանի քննչական կոմիտեն խուզարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատած եւ անոր իբրև թե անբաճաճ բարերով դիմաց Արդակ Ավետիսյանի բնակարանը։ Ավետիսյան ցերպակալված էր 2 օր առաջ։
Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնեց, որ Ավետիսյան թիմադեդրի իր էջով հրաբարակած դեսանյութին մեջ ներկայացուցած է ադելություն, խտրականություն, անհանդուրժողականություն եւ թշնամանք հրահրող հայտարարություններ։ Արտակ Ավետիսյանի հանդեպ հարուցված է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգիրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ադելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրող հրաբարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածել հրաբարակայինորեն ցուցադրվող ստեղծագործություններու, զանգվածային լրատվության միջոցներու կամ դեղեկատվական կամ հաղորդակցական արհեստագիտություններու օգտագործումով։ Ավետիսյանի համար գալանքը իբրև խափանման միջոց գիրարգելու միջնորդությունը դատարան ներկայացված է։ Պաստապանը մամուլին ըսավ, որ Ավետիսյան չընդուներ իր դեմ ներկայացված մեղադրանքները։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմետ Հաջիև հայտարարեց, որ դարիներ դեված հագամարտութենը յետք Հայաստանի հետ հարաբերություններուն ղեկավարումը ցույց կտա դարաշրջանին մեջ խաղաղության եւ գայունության հասնելու Բաքուի ցկտումը։ Ադրբեջանական լրատվամիջոցներու համաձայն Հաջիև հայտարարած է, որ Ադրբեջան թեմ հանդիման կանգնած է բռնակրավումի եւ ռազմական հարձակումներու։ Ան ընդգծած է, որ այսօր երկրին գրեթե 13% կմնա ագանաբադված, ինչ որ գոչված է բռնակրավումի ծանր ժառանգություն։ Սակայն մենք հաջողեցանք վերջ դնել ասոր, վերականգնել մեր իշխանություն ու տարածքային ամբողջականություն եւ դրացի Հայաստանին հետ սկսել համագործակցության եւ գործակցության գործընթացի, հայտարարած է Հաջիև։ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան 14 մայիսին հայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը այնքան հասունցած է, որ որևէ բահուն կրնանք ունենալ ամբողջական ղեկավարում։ Ան նշեց, որ երկու երկիրներուն սահմանը դակավին կշարունակե փակ մնալ եւ վստահություն հայտնեց, որ հարաճիգային օրը այդ սահմանը պիտի բացվի։ Արդեն ուղղակի կներածվի ապրանքը այժմ մաքսային իմաստով ուղղակի, իսկ ֆիզիկապես գերտա Վրաստանն եւ կմտնե Հայաստան, դիտել դվա Միրզոյան։ Խաղաղության համաձայնագիրին մասին անդրադառնալով Միրզոյան ասավ. Մենք ունենք Ադրբեջանի հայտարարությունը, որ նախնական խաղաղություն հաստատված է այս եւ 8 օգոստոսի հռչակագիրով վարչապետ Փաշինյանի նախագահ Ալիև ստորագրած են զայն։ Բադասխանելով հարցումիմը, թե սահմանադրությունն անկախության հռչակագիրի բաժինը հերացնել են յետք խաղաղության պայմանագիր պիտի ստորագրվի, Միրզոյան ասավ. Ես վստահ եմ, որ այդ համաձայնագիրը պիտի ստորագրվի, իսկ երբ եւ ուր այսօր ես կրնամ վերահաստատել, որ մենք հիմա կրնանք խոսել այդ մասին։ Ռազմական սարքավորումներ ցերկ բերելու մասին Միրզոյան ասավ. Որևէ պետություն իր պաշտպանության համար իրավունք ունի ցերկ բերել ռազմական զինամթերք, ինչ որ մենք կատարած ենք եւ պիտի շարունակենք կատարել։ Միրզոյանի համաձայն Թրամփի ուղիին գործընթացը դակավին փաստաթուղթի փուլի մեջ է։ Հաջորդ փուլով արդեն պետք է կնքվի համաձայնագիր, որուն ղեկավարիչը քիչ ավելի բարձր է, քան հայտարարությունը իրավական առումով։ Հիմա այդ պայմանագիրը անգեփխող իրավական, ֆինանսական եւ ներդրումներու կապված հարցեր կան, որոնք պետք է հստակացվին եւ երբ այդ մեկը եւս կատարենք, կմտածենք հաջորդ քայլին մասին, հայտնեց Միրզոյան։ Միացյալ Նահանգները ողջունեց Հայաստանի եւ Թուրքիո միջև երկկողմանի արևդուրի սահմանափակումները չնչող հայտարարությունը։ Հայաստանի մոտ Միացյալ Նահանգներու տեսփանադան հրաբարակած հայտարարությունը նշեց. Այս կայլը ցույց կտա երկու երկիրներու հանձնարարությունը ընդլայնելու տնտեսական գաբերը եւ խթանելու մնայուն խաղաղությունն ու բարեկեցությունը հարավային Կովկասի մեջ։ Եվրոպական միությունը եւս ողջունեց այս կայլը։ Մենք կկաչալերենք երկու երկիրները շարունակելու համագործակցությունը նաեւ ընդհանուր սահմանին բացումը, հայտարարեց Եվրոպական միության արտաքին գործողություններու ծառայության բամպերը։ Ան ավելցուց, որ այս կայլը կրնա նպաստել երկու երկիրներու միջև արևդուրի եւ տնտեսական գարելիություններու ընդլայնումին, դրական ազդեցություն ունենալով ամբողջ հարավային Կովկասի եւ Եվրոպական միության վրա։ Եվրոդեսիլ 2026-ի Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը իր Պալոմա Ռումբա երկով 3 հանդես եկավ, սակայն չկարողացավ ավարտական փուլ անցնել։ Հայաստանեն բացի գիսավարտականը չհաղթեցին նաև Լյուքսեմբուրգը, Շվեդը, Լատվիան եւ Ադրբեջանը։
Մրցումի ավարտական փուլ անցան Բուլգարիան, Ուկրաինան, Նորվեգիան, Ավստրալիան, Ռումանիան, Մալտան, Գիբրոսը, Ալբանիան, Դանիան եւ Չեխիան։ Ավարտական մրցումը դեղի պիտի ունենա վաղը։ Ավարտականին իրենց մասնակցությունը պիտի բերեն Հունաստանը, Ֆինլանդան, Բելգիկան, Շվեդը, Մոլդավիան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լատվիան, Լեհաստանը, Գերմանիան եւ Իտալիան։ Հարկելի ունգընթիրները բագընթիրներ վանացայնի եթերով և թիմադերների էջով ցեզեդ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզեդ են ցայնի աղորդավար Անտոնին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընթիր։